ինչ վերաբերվում է Հայաստանում տիրող իրավիճակին, Ռուսաստանի հետ կապված հարաբերություններին եւ այլն։ Ես կարծում եմ, որ ճիշտ է չի շնորհավորել Ռուսաստանի նախագահը, ամենայն հավանականությամբ դրա համար հիմքեր ունենալով, գոնե առնվազն Հայաստանի շարքային տրամաբանող քաղաքականության մեջ որոշակի առումով ներգրաված քաղաքացի կարող է գնահատել, որ առնվազն մեկ կուսակցության օտարել են խորհրդան մտնելուց։ Խոսքս Բարգավաճ Հայաստանի մասին է ակնհայտ ձևով։ Եթե մյուս խախտումները, որի վերաբերյալ իդեպ հիմնավոր Սահմանադրական դատարանում վճռի կայացման ժամանակ ընդդիմադիրներ ներկայացնում էին, եւ Սահմանադրական դատարանը ենթադրեն կարող է գնահատել, որ այդ խախտումների քանակը չի ազդել էականորեն ընտրությունների արդյունքի վրա, բայց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը դուրս թողնի, ընտրապայքարից, սա ակնհայտ է, ընտրապայքարից, ոչ թե ընտրապայքարից, այլ խորհրդան մտնելուց, որտեղ սկզբից ասվել էր 60 ձայն չի բավականացնում, հետո Բարգավաճի ներկայացուցիչները բողոքարկել են մի քանի ընտրատեղամաս, այդտեղ հավաքվել էր վերահաշվարկից հետո 143+, այսինքն Բարգավաճը ասում էր, հետո տեսան, որ ուրիշ ինչ անօրեն ձև կա, ասեցին երկու ընտրատեղամասի արդյունքները չեղարկում են, որտեղ Բարգավաճի թվերի քանակը ավելին էր, քան 143, որպեսզի Բարգավաճը չանցնի։ Հիմա սա ինչի համար եմ ասում, որտեղ ակնհայտ է, չէ, կոնկրետ մի խմբակցություն, մի կուսակցություն, որի ղեկավարը եւ արտաքին քաղաքական իր դրսևորումների վերաբերյալ որպես մեծ դաշնակից պետություններ դիտում է Ռուսաստանը եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը, այդ որի վերաբերյալ Գագիկ Ծառուկյանը չէր թաքցնում։ Այսինքն ակնհայտ է, որ այսօր խորհրդանից դուրս պետք է թողնվի մի ուժ ապօրինի ձևով եւ կարծում եմ, որ այդ չշնորհավորելը դրա նշանն է, կարող է ընդհանրապես չշնորհավորի, բայց հարաբերություններ լինի, բայց կարծում եմ հարաբերությունները այլևս չի լինելու Հայաստանի վարչապետի պարտականություն կատարող անձի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի միջեւ, այլ լինելու են վարչապետ հարաբերություններով։ Պատկերացնում եք, այսինքն մի աշճան արդեն դրա իջեցվելու է։ Այսինքն եթե ինչ-որ խնդիր կա տնտեսական առումով, քաղաքական առումով եւ այլն, հարաբերություններ չի լինելու Փաշինյան-Պուտին։ Ասենք լինելու է Փաշինյան-Միշուստին կամ Միշուստինի ինչ-որ տեղակալներ կամ արտգործնախարար Լավրով եւ Լավրովի տեղակալներ, պարզեմ ասում։ Սա արդեն երևաց դա։ Դե սա կեցվածք է, որ Ռուսաստանը արդարացիորեն ուրեմն իրականացնում է։ Այսինքն այն չի որ ասես ինչու Ռուսաստանը ապօրինի քայլեր անում, չէ, արդարացի անում, որտեղ ակնհայտ է օրվա իշխանությունների հետ կեցվածքը։ Բայց մենք ընդունենք, որ Փաշինյանի ղեկավարած քաղ պայմանագիրը հաղթել է եւ այդ հաղթանակը դեռևս կենտրոնական ընտրականի տվյալները չկա, չհայտարարված, ամբողջական, չվավերացված եւ այլն, օրինակ Եվրամիության հիմնական դերակատարներից մեկը պետություններից Ֆրանսիայի նախագահ շնորհավորումը, սա ինչի նշան է, հասկանալի է, չէ՞ որ Փաշինյանը իրականացնում է Հայաստանում քաղաքականություն, որը ամբողջովին մտնում է Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների այս տարածաշրջանում ունեցող շահերի տրամաբանության մեջ։